Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթե դիտում եք մեզ, դա նշանակում է ժամը 22:45 րոպե եւ ձեզ հետ քաղաքագետ Արամ Ավետիսյանն է, ես Արթուրն եմ, ողջունում ենք ձեզ։ Սիրելի հայրենակիցներ, մինչ այսօրվա եթերը սկսելը պետք է խնդրեմ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որպեսզի նոր տեսանյութերը դիտեք առաջինը, սա YouTube-ի նոր փոփոխությունների հիման վրա է, պետք է խնդրենք նաև լայքեք եւ կիսվեք մեր տեսանյութով, որպեսզի ավելի շատ հայրենակիցներ տեսնեն մեր հաղորդումները թե Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս։ Ողջունում եմ նաև քեզ Արամ եւ այսօրվա եթերը ուզում եմ սկսեմ մի քանի տարբեր քրեական գործեր ունենք, որոնք դատախազությունը ուղարկել է դատարան եւ մինչ դատախազության քրեական գործերն անդրադառնան նաև մի ազնվորություն կա, ով գտնվում է Կրեմլի թաքստոցում եւ այնտեղից հայտարարեց, որ նաեւ այս Գյումրի 2 օպերացիայի մասնակից է ուզում դառնալ, իր թիմի հետ պատրաստվում է իշխանությունը զավթել, ինչու՞ չէ նաեւ դատախազությունը արդեն ուղարկել է դատարան եւ դատական գործը սկսված է արդեն դատարանում։ Մենք տեսանք խոսքը Քեթրինի Միրանի մասին է, Միրան Պողոսյանը, ով մեծ սեր ունի կոկաինի եւ բանանի հանդեպ եւ հիմա դատախազությունը արդեն մեղադրանք է ներկայացրել սպառելու գործով եւ ինչ ես կարծում Արամ, ինչպես է պատրաստվում Միրան Պողոսյանը գա եւ վերցնի իշխանությունը Ռուսաստանից Կրեմլի պատերից։ Շնորհակալ եմ Արթուր հարցի համար, ողջունում եմ մեր սիրելի հայրենակիցներին եւ այսօր շատ կարեւոր բացահայտում եմ ես իրականացնելու, բայց մինչ մեր բացահայտմանը ես նշեմ Արթուր, որ Քեթինի Միրանը այդ բանանը Պողոսյան ինքը ուրիշ բան է վերցնելու, ուղղակի դեռ տեղյակ չի։ Տեսեք, ուրեմն սա ընդհանրապես ինչ է իրանից ներկայացնում, որպեսզի մեր ժողովուրդը տեղյակ լինի, թե ինչի հետ գործունի։ Ուրեմն սա հայտնի սրա քերին եղել է անվտանգության համակարգում շատ լուրջ բարձրաստիճան պաշտոնյա Սերժիկ Սարգսյանի մտերիմ ընկերը եւ սա իր կարիերան այդպես իրականացրել է իր քերու օգնությամբ։ Նշեմ, որ Ամիրյան փողոցում գտնվող էլիտար շենքեր հյուրանոցներ կան, որը որ տիրապետում է սրա քերին, մյուս քերին Միք Մետալ այդպիսի ընկերություն կա, որը որ արմատուրայի երկաթե Չարենցանում գործարան կա եւս սրա մյուս քերունն է, սրանց ընտանիքինն է եւ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, երբ Քեթինի Միրան Պողոսյանը դեռ շատ փոքրիկ էր եւ առաջի քայլերն էր անում, այսպես քաղաքական դաշտում, պետական համակարգում, սրա վզից բռնեցին Սերժիկն ու Քերին, տարան մտցրեցին պետական համակարգ եւ որպես իրանց հավատարիմ շունչ սկսեցին առաջ տանել եւ վերջիերջո սա գեներալի կոչում ստացավ։ Պատկերացնում եք Արթուր, ուրեմն դեղցերող բառիկը դարել է գեներալ Հայաստանի Հանրապետությունում։ Դուք սրանց մակարդակը պատկերացեք եւ սա դարավ կհիշեք հարկադիր ծառայության այդ պետ գեներալ եւ 10-15 տարի մեր ժողովրդի տներից գնում էին տելևիզոր, DVD 20-30 դրամ պարքեր, բանկերին ինչեր, այս երևույթը այդ գործով էր զբաղված։ Գնալ, այսինքն ժողովրդի տնից, ասենք աթոռ, հիշեք, չէ՞ ինչ էր կատարվում Արթուր, մարդկանց այնպիսի հանցագործություն է տեղի ունեցել բանկերի միջոցով։ Ուրեմն սրանք խմբեր էին ձևավորել եւ մարդկանց ուղղակի ունե զրկում էին, գույքը խլում էին եւ այդ ամեն ինչ մեջ ներգրաված էր այս պիղծը։ Հիմա դրանից հետո, երբ սա ենթարկվեց տրիումֆ սրճարանում ծեծի, այդ հաղորդումը մենք իրականացրել ենք եւ նաեւ կոնֆլիկտ ունեցավ Սերժիկ Սարգսյանի հարս Միքայել Միրասյանի հետ, այդ կոնֆլիկտից հետո սրան ուղղակի որպեսի վերջնականապես չշպրտեն պետական համակարգից Սերժիկը իր բնավորության համաձայն սրան դարձրեց падգամավոր հանրապետական ցուցակում եւ այդ քանակեր զեյթուն այդ վարչական շրջանում սրան ուղղակի որպես տասով չի օգտագործում էին, որպեսզի ձայները ապահովի հանրապետականի համար եւ սա դարձավ ազգային ժողովի падգամավոր հանրապետական խմբակցությունից շատ կարճ տևեց իր օրենսդիր գործունեությունը, բայց սա զուգահեռ օրենսդիր գործունեության հետ զբաղված էր դեղցերելով եւ նաև այդ տարբեր բիզնեսմեններով այդ բանան այդպիսի բաներ էին ներմուծում։ Կհիշեք, որ Արթուր, երբ Սերժիկ Սարգսյանի այդպես վերջի կառավարման տարիներին միֆ էին ստեղծել, որ Հայաստանում այլևս օրենքով ինչ ուզում է կարող է ներմուծի, մենք մամուլում տեսանք, որ մի ընկերություն բան էր ներմուծել Արթուր հենց այդ տարիներին եւ ինչ-ինչ պատճառներով այդ մարկանց սառնարանն այդ մարկանց այդ որտեղ որ ներմուծել էին եւ պահում էին, որ հետո վաճառեին, բաժար ընկավ, վարվեց ուղղակի։
Սա մոռացել են շատ-շատերը, բայց մենք հիշում ենք եւ բարբերաբար հիշեցրել ենք, թե սրանք ով են եղել։ Այսինքն այդ մարդու պահեստը, այդ սառնանը պաժար տվեցին, վարի տվեցին, որ ուղղակի մենաշնորհային դիրք ունենար այս պիղծը։ Այնուհետև տեղի ունեցավ հայտնի 2018 թվականի դեպքերը եւ Միրան Պողոսյանը եւ շատ-շատերը ուղղակի անտերացան, քանի որ Սերժիկ Սարգսյանը հայտնվեց Պալության աղբանոցում, այս երևույթը հասկանալով, որ շատ մոտ է նրա վախճանը քաղաքական եւ նա հայտնվելու է ճաղերից այնքով փախավ Ռուսաստանի դաշտություն։ Մենք տեղյակ ենք, թե այնտեղ նա ինչ հանդիպումներ է ունեցել, ում դուրնա գնացել են Կոստայան Գևորգի հետ, նախկին գլխավոր դատախազ են մի այո, եւս լքել է Հայաստանի այո, այն մի երևույթ են վիժվածքը։ Ուրեմն սրանք այս Սերժի շները փախան Ռուսաստանի դաշտություն։ Սերժի շների մի մասը փախան Միացյալ Նահանգներ եվրոպական երկրներ, օրինակ Բուլկի Արամը Թուրքիա փախը, մենք հետքը գտել էինք այդ երևույթի։ Բայց տեսեք, սա փախավ Ռուսաստանի դաշտություն, ինչ որ քաղաքական ապաստարան այնտեղ ստացել խնդրե ու ինչա տեղի ունենում Արտուր, քանի որ ռուսական պետական քաղաքականությունը հիմնված է հետ խորհրդային երկրներում այսպիսի քնձռոտներին օգտագործելով, սրան ուղղակի ինչպես մեր նախորդ հաղորդման մեջ մենք նշեցինք, որ Արա Աբրամյանի եւ տարբեր այլ գործիչներ կան, որոնց վզին ուղղակի դրել են ռուսները եւ ասել, եթե ուզում ես մենք չարտահանձնենք քեզ Հայաստան, դու պետք է ուղղակի դառնաս մեր քութիկը, Կիրենկոյի դրան շունը։ Հիմա սա Արտուր Կիրենկոյի դրան շունն է կամ Պոլիշորն է, այսինքն Կիրենկոյի մոտ ով մտնում է, գալիս է այդ կոշիկները սրբում է Միրան Պողոսյանին, դե մի երկու էլ փախած կան թռած Արա Աբրամյանի, չէ, դրանց վրա այդ կոշիկները սրբում է մտնում է Կիրենկոյի մոտ։ Եվ այս փալասին ուղղակի հիմա ցույցում են տվել, որպեսզի կուսակցություն գրանցի Հայաստանի Հանրապետություն եւ մարդ հավաքի, օգտագործի թալանածը եւ փորձի այդ ինքներ չեն նշում, որ ձերքան մեկն ու, չգիտեմ, Գյումրի երկուս ենք անելու, ինքը դեռ չի իմանում իր գլխին ինչա գալու, իր բջերի, նշեմ, որ իր լակոտը եւս զինված ուժերում չի ծառայել եւ չորսպեր Լոնդոնում է սովոր է, կարող է արա տղետ համասեռամուլա, դրա համար բանակ չես վախեցել ես ուղարկես, արա, այ բանան ծախող, ու հիմա Արտուր այս բանան ծախողին ուղղակի որպես շուն օգտագործում են Հայաստանի Հանրապետության դեմ։ Սա փաստ է, սա բոլորս գիտենք եւ սրա նմանների տեղը քրեակատորական հիմնարկն է։ Եվ ինչն է շատ ցավալի Արտուր, որ սրանք տարիներ շարունակ ինչով են զբաղված եղել։ Քրեական գործը արդեն հարուցված է, չէ՞, 1 տոննա կոկային։ Այո։ Այսինքն սրանք Հայաստանը օգտագործել են ոչ միայն որպես տարանցիկ, այդպես երկիր թմրանյութերի հետ կապված, այլ նաև այդ թմրանյութը իրացել են Հայաստանի Հանրապետությունում։ Եվ մենք մի շարք ինֆորմացիաներ ենք ստացել, չէ, որ Արցախում էին ինչ-որ արտադրություն դրել սինթետիկ այդ թմրանյութի, ինչ-որ Վովայի Աշակի անունն ենք լսել, մի քանի պիղծ եւս այնտեղ կան։ Այսինքն սրանք Արտուր, սրանք պատկերացնեք գեներալ ու ինչ գործով է անցնում։ Այսինքն սրանք երիտասարդներին թույնել են, սրանց միջոցով ուղղակի Երևանը վերածվել է, չգիտեմ, այլ ինչ ասեմ։ Այսինքն սրանք այն աստիճանի հասարակության կեղտ են, տականք են հայ ժողովրդի, որ գումար աշխատելու կոնտեքստում ոչ մի սրբություն չունեն։ Եվ պատահական չէր, որ ժամանակին կհիշեք, որ գաղտնազերծեցին մի շարք փաստաթղթեր եւ Պանամայի օֆշորներում Իլհամ Ալիևի հետ մեկտեղ նաեւ Միրան Պողոսյանը եւս հաշիվներ ուներ։ Հիմա հարց է առաջանում, երբ որ մենք բացահայտում ենք, որ Քոչյանը, Ալիևն այս Ղարաբաղյան կլանը տարիներ շարունակ ինչով է զբաղված եղել։ Սա էլ փաստերն է, չէ, Արտուր։ Այսինքն Ալիևի հետ սա հաշիվ է ունեցել։ Այսինքն սա Ռոբերտ Քոչյանի ու Սերժիկի քութիկն է։ Եվ սրան օգտագործում են այդ փոխանցեր, բիզնես, Արցախը ոնց են վաճառել Արտուր։ Այսինքն սրա նմանների շնորհիվ։ Ալիևը ինչ է արել, ասել է ձեզ փող է պետք։ Իմ հորողբորդ տղեկն եք, եկեք ձեզ փողը տամ վայելեք։ Սաշիկը Իսպանիա է փախել, միլիոնների գույք է առեն, Խաչյան Գագիկ կրեն, վիժվածքը, որ Միացյալ Նահանգներում դե տունը տեսակ։ Որ մեկին ասես Արտուր։ Ու հիմա էլ երկրից փախելն են, ասում են երկիրը պետքա փրկենք։ Հիմա սրանց ես ինչ ասեմ Արտուր։ Այդպես փրկող տղա եք, եկեք հետ եկեք Հայաստան, հետ եկեք Հայաստան, փրկիչներ։ Հետո նոր կխոսանք։ Թե վախում եք կարող ձեր սերը փոխ են գաղութում։ Որտեղ այնքան մարդու են սրանք վատություն արել Արտուր։
որ սրանք մի րոպե Հայաստանի Հանրապետությունում հայտնվեն, գիտեք ինչա սրանց հետ տեղի ունենալու, բայց նրանք հայտնվելու են, նրանց բերման ենք ենթարկելու, որովհետև Ռուսաստանը չի դավաճանում իր ավանդույթներին, շամպես օգտագործում է, վերջում հանում ռադա անում, դրանց վերջ չի տալնելու։ Ու սրանց մի օր օգտագործելու են, Արտուր, կհիշեք այն մտ Ղարաբաղցի կար է, որ օգտագործեցին վերջում էլ դեսպանատունում ինչ-ինչ պայմաններում զոհվեց։ Թևերներ կդրե ինչ էր արել, բայց ո՞նց եղավ։ Ռուսների անունը տալով ման էր գարի։ Այդ Բորիս չեմ էլ իջում դե ազգանունը ինչ այդ Սանկտ Պետերբուրգում։ Նույնն էլ սրանց է սպասվում, Արտուր, դավաճաններին, այլ երկի հատուկ ծառայություն մատուցողներին երբեք ներում չի լինում, որովհետև նրանք դավաճան են։ Եթե նրանք իրենց երկին են դավաճանել, ռուսով որ վաղը ռուսին մի այսքան հնարավորություն ինչ դավաճան են Արտուր։ Դրա համար հիմա որպես կիրենկոն շարել է սրանց պատի տակ։ Ասել դու իմ պոլիշորն եք։ Որտեղ ես երբ ուզում ձեր վեպի սրբեմ ու ոչ միայն իրանց թուլեքի եւս։ Քանի որ Արամ խոսեցիր մեր գումարների մասին, մի անձնավորության եմ ուզում անդրադառնալ, բավական միամիտ սրտացավ բանակը սիրող եւս մեկ գեներալի մասին է խոսքը, ով իդեպ վերջերս Կույս Սեյրանը։ Չէ, ներողություն, սա Սեյրան Օհանյանին չի վերաբերում։ Սեյրան Օհանյանին դեռ կհասնենք, այս միամիտ անձնավորությունը Հայկազ Բաղմանյանն է։ Կույս Հայկազ Բաղմանյան։ Ով իդեպ վերջին մի քանի դատական նիստերին հրաժարվեց, որպեսզի լուսաբանվի, սակայն օրերս տեղի ունեցած դատական նիստից հետո փաստաբանը հայտարարեց շատ ուշագրավ տեղեկատվություն եւ հայ ազգը ուղղակի ցնցված է, պարզվում է այս միամիտ անձնավորությունը Հայկազ Բաղմանյանը վրիպել է ու չի հայտարարագրել 1 միլիոն ԱՄՆ դոլարին փոխառությունը, պատկերացնում ես Արամ, հնարավոր է 1 միլիոն ԱՄՆ դոլարի փոխառությունը այդպես միամտաբար չհայտարարագրել։ Կամ որտեղից այդ 1 միլիոն դոլարը, ասենք, ինչի, օրինակ, մեզ չեն փոխանցում այդ 1 միլիոն դոլարը։ Արտուր, թող իր մանումենտի զապրավկի արև երթվա, որ ինքը վրիպել է։ Այսինքն սրան այս տավարի ցավին ես ինչ ասեմ, Արտուր, ես բացահայտել եմ, չէ՞ որ սա իմ աշկի դեմը զինվորի ծնողին զանգել են, երբ որ էսի կորպուսի հրամանատար էր։ Զիմնի 4 հատ սրա ջպի համար պագրիշկա էին առնում, որ այդ զինվորին օդպուսկ ուղարկեր։ Դուք եթե այս մարդը 4 հատ պագրիշկի համար ինչ աստիճանի է իջե այդ գեներալից իջելա դարել է մի հատ արևտրական կոմերսանտ։ $1 միլիոն այդպես մոռացավ Արտուր։ Հիմա մենք ինչ անենք Արտուր, քֆուր ֆրցնենք, ինչ անենք սրանց հետ։ Մարդ ինքը ստում է եւ քանի որ ինքը վրիպել է, ասում է ես վրիպել եմ, ապագայում Հայկազ Բաղմանյան, հայ ժողովուրդը կվրիպի ու դու յուբկա կհակնես։ Կհանենք գցենք քուչեկը Քոչյանի Սերժի հետ, կսազի ձեզ։ Մենք էլ կվրիպենք, կասենք դե հիմա վրիպել ենք։ Յուբկա հակցրեցինք սրանց հետ Արտուր։ Բայց եթե դու կորպուսի հրամանատար գեներալ, քեզ $1 միլիոն որտեղից արա։ Կհիշեք սա այն Պորշ Պանամերան, որ ժամանակին մամուլը գրեց, այն Սեյան Սարյանը ողորմածիկներ ասում է Մոսկվայի ալիքն է նվեր տվել։ Վայ։ Բայց մտել մեզ նվեր տան Մոսկվայի ալիքը կամ չգիտեմ Ինգուշետիայի Պողոսը։ Այն հայտի բան կա, չէ, անեկդոտ կա։ Հիմա դուք մտ կողնորոշվեք, դուք որսորդ եք, թե չեմ ուզում ասեմ ինչ։ Ամոթ հալա դու սրանց ինչ ասեմ ես Արտուր։ Սրանց էսից էլ տեսակ ինչ եղավ։ Զինվորներին պատերազմ յանք թողեցին, շամպես փախան։ Հայկազ Բաղմանյան։ Ստենդեն ինչ որ շուկուրակցը ինքը Մարշալ Բաղրամյանի ինչ որ բարեկամն է, աղբոր տղեն է, ով է։ Մատ ազգային խայտարակություն Արտուր։ Ես նշեմ, որ ապագայում մենք պետք է օրենսդրական նախաձեռնություն այդպես հանդես գանք եւ սրան նմանները էս Քեյթինի միան այն մի օքել կա այն հետախուզության որ ապրիան պատերազմին բաներ անում չկար։ Այո։ Ինֆինիտին էր տարի ավտոբազար ծախեր հետո էլին խառներ։ Այ դրանց բոլորին պետքա կոչումա զրկենք Արտուր, բայց ես ավելի գեղեցիկ օրինակ պատմական գիտեմ, երբ որ Ֆրանսիայում նացիստներից ազատագրեց Շարլ դե Գոլը Ֆրանսիան, գիտեք ինչ էին անում սրանց նմանների հետ։ Քաչելացնում էին ուղղակի։ Քաչելացում գցում էին քուչեքը։ Այսինքն սրանց մենք պետքա նստեցնենք, քաչելցնենք, յուբկա հագցնենք ու գցենք քուչեքը։ Ամենամեծ պատիժը կլինի Արտուր, որովհետև $1 միլիոն վրիպել է։
Ես հիշում եմ 2004 թվականին առաջին բանակային կորպուսի հրամանատարը, իհարկե չազգանունը հիմա չեմ հիշում ով էր այդ ժամանակ, բայց բանը դե բնականաբար մարզերի ժողովուրդը զինվորները չէին կարողանում գնային արձակուրդը հասանելի չէր, բայց ասենք հնարավոր էր բանակային կորպուսի հրամանատարին այն ժամանակ իզի քարտը գրանցումով էր, այդ Արմենթելի քարտը, մի հատ Արմենթելի քարտով լավ համարով արձակուրդ գնալ։ Արտուր, տեսեք, ես մի քանի գեներալ գիտեմ, որ արժանապատիվ ծառայել են եւ օրինակ Օնիկ Գասպարյանը գլխավոր շտաբի նախկին պետ, որը որ վերջի հասկացավ թե Ռոբերտ Քոչյանը եւ Սերժիկ Սարգսյանը ովքեր են եւ գիշեք թե ոնց էին չէ դրթում բանակը հանի էս արա այն արա այդ մարդիկ են գեներալ որ բանկում $1000 փող չունեն աշտավարձով ապրող թոշակով ապրող մարդիկ են բելես մտ սրանց նայի Արտուրես ինչ ասեմ չեմ ուզում սրանց ուղղակի հայոյեմ որովհետեւ վերջի զինվորական են բայց նորից եմ նշում եթե իր մանումենտի զապրավքի արև երթվա ես կհավատամ Դե մի գեներալ էլ կա բավականին հզոր ով Ռուսաստանի Դաշնությունում նստած Մոսկվա-Սիցից գալիս է փրկի Հայաստան այն որ շայգուն բաներ նվեր պատարակաղեր նվեր տվել չէ այնօր էլ բան արը ինչ որ ինչ էր ասում գալու եմ թե հետո ասեց չէ չեմ գալու սա չես հասկանում էլի Արտուր ինչ որ մի հատ էլ ասում է ինչ էի կարդացես վերջես որպես մեմ այդպես ծիծաղի որպես բան ուղարկում եմ միշտ որ երեկոյան ծիծաղում ենք ուղարկի այդ գրուպա ունենք Facebook-ում չէ գրել էր որ ինչ-որ տրիբունա ստեղծեի հոգեկան հիվանդ Արտուր սրանք գիտեք որն է հարցը իրանց կրանիկից խաբար չեն մատ գնաց այդ տրիբունա ստեղծեք դեր կրանիկին տիություն արեք արա հյուրանոցներից դուրս չեն գալի վերջում էլ ասում են մեր բանը անձնական կյանք մտան մատ գնացեք արա ձեր տունու տեղը տիություն արեք արա Բայց էքերին տիություն արեք։ Նոր ինչ-որ քաղաքականության մեջ փրշտացեք, որտեղ կարող փրշտանք քաղաքեք տակներ։ Ձեր տնեցիկով հանդերձ արա։ Արամ եւ շարունակելով գեներալների այդ արթարների թեման 17 արթարների դատը։ Իրանք անգամ շատ են 17 չեն հաստատ։ Եվս մեկ գեներալի եւ գեներալի կնոջ եմ ուզում անդրադառնանք, մենք հրապարակել ենք լուսանկարը տեղադրել ենք եւ գրել ենք ինչ է տեղ ունեցել դոկտոր Ռուզիկի մասին է խոսքը Արտուր ինքը ես ներողություն եմ խնդրում ինքը միշտ խփոցների մեջ է այդ դոկտոր Ռուզիկի հետ կապված մարկանց է քաղաքում վերատալի գիտեք ինչ ասում ես Ռուզաննա Գուրգենևնան է Կույս Ռուզաննա Գուրգենևնա Տիկին Ռուզաննա Գուրգենևնան հայտնվեց Մեղադրյալի աթոռին Արամ եւ սիրելի հետեւորդներ ձեզ էլ ասեմ իմացեք որ վերջապես դատական նիստ է ընթանում եւ դատախազությունը պարզել է որ նա հատուկ սխեմա է ունեցել եւ իրագործել է գույքը գրանցել է իր բարեկամների անուններով տես տարիներ շարունակ իրանք էլ դե ասում են ոչ մի բան չունեն հետո հետին թվով վաճառել է այո եւ մինչ արամ կարադառնաց դրան ուզում եմ ասել նաեւ օրերս լուսանկար տեղադրվեց այդ դատական նիստի հաջորդ օրը նա հայտնվեց Ֆրանսիայում լուսանկար տեղադրեց կայքերից մեկը որտեղ դոկտոր Ռուզիկը Ֆրանսիայում էր գտնվում եւ կողքը դրված էր $50,000 50-ից ավել այո Հերմեսի պայուսակով արզա Սեյրանոյանյանը կասի դա Վարդերսի չթեմուից կեղծ էի գնել կասի իմն է իրան օրիգինալ իրան որտեղից իհարկե շատերը չէ մի մասը կա որ ասում են դե Սեյրանոյանյանը հերոս գեներալ է Արցախը պահած չգիտեմ բանակը սիրող նասկի չի տարել այդտեղ կոմբիկեր չի տարել բան Արտուր հենց հիմա ես մեր ցելի հայրենակիցին ուղղակի ցույց տամ, որտեղ ոչ բոլորն են տեսել այս երևույթին։ Ունդեղ գրառում էր, իմ սիրած սրճարանում Փարիզում ինչ-որ գերի 5-րդի թե չեմ հիշում, բայց նկարը ցույց տամ ու այդ պայուսակը խնդրեմ Գոգորտիլոսի կաշվից։ Մի քիչ պետք է խնդրեմ առաջ բարձ։ Ահա։ Խնդրեմ Արտուր։ Հաստատ ուրախ դրամանոց պայուսակ չի։ Երջանիկ կյանքն է ուրեմն սա ճողոփրել է Հայաստանի Հանրապետությունից Արտուր սա հենց արդեն ինֆորմացիան ստացվում է որ Մեղադրյալի կարգավիճակը ձեռք բերելու մենք մեր երբ սրա դաչան այդպես Սևանում ամառանոցը նկարահանեցինք մեր հայրենակիցները տեսել են մենք նշեցինք որ օրհասականը սրանց վիճակը եւ մենք ինֆորմացիան հրապարակել ենք որ Սեյրանոյանի երեխաների Ֆրանսիայում են Փարիզում են սրանք այնտեղ կլինիկա ունեն եւ սա հենց հասկացել է որ մեղադրանքը առաջադրվելու նա կանգնելու է արդարադատության առաջ փախել է Փարիզ ինչ որ Սեյանել ստենդը խոսում է որ
չեմ ուզում էլ առաջադրվեմ, չգիտեմ, ասած ինչ-որ բաներ ա ուզում հասկացնի, ինչ-որ ուզում ա արեցի մեջ մտնի, որ ինձ բան մի արեք, թողեմ ես է փախնեմ Ֆրանսիա, ուրեմն լսեք, արա, Քոչյանի քութիկներ, ով որ Քոչյանի հետ դուրս եկեք իշխանություն զավթեր, դուք օր ու արև չեք ունենալու։ Ինչ վերաբերում է այս Ռուզիկին, Ռուզաննա Գուրգենևնային, տեսեք Արտուր, մարդու պղծության աստիճանը, որ մենք եկիր այս վիճակում պատրաստ ենք պարտվել, սա փոխանակ ծպտունը կորի Facebook-ը ջնջի, իրան ջնջի ընդհանրապես որ մարդիկ չհիշեն, բռնում է սրճարանում նկարվում է ու շարքային գեղացի բան չեմ կարող ասեմ ու գեղացու պես այդ այնց այդ ցունկ են դրել որ երևա որ թանկարժեք ցունկա ինքը ունի այսինքն իր կյանքում բան չի փոխվել ինքը տենց բանն է ռոզիկն է մեր սրանք գեղացի են Արտուր սրանց ես խղճում եմ ուղղակի սրանց ես ես վերջերս նայում եմ այդ սոցցանցերը ինչ եմ տեսնում չեն ինչ որ մատ կարատեիստ է այկիդոիստ է ինչ է այն վանդակի մեջ կրվող Արման Ծառուկյանն է ինչ է այդ բերել են Երևան ինչ որ Ferrari կրիշին նստած նկարված մյուս վիդեոն նայում եմ ճաշիկ թալով իկրա է ուտում ջերմուկն էլ ձեռը տարել են ինչ-որ Եգնաձոր թե ջերմուկ են տվել որտեղ ռեկլամ անի ես զարմանում եմ Արտուր մենք ոնց հասանք այս աստիճանին ոնց հասանք այս աստիճանին այդ ջերմուկի այդ աշոտը ինչա այդ ջերմուկը որ մի քիչ են ստենդը տանի ցույց տա հակառակ էֆեկտը կունենա տղա ջան Сейчас մենք ջերմուկի հետ կապված էլ ասացուր ինֆորմացիա ենք ստացել ճշտման փուլում է եւ մեր Աշոտ Արսենյան, հա Սերժիկ Սարգսյանի մտերիմին ուղղակի ուզում եմ զգուշացնեմ, որ տղուտ հետ այն որ մարզպետ է այն որ ստենդը ասում եք որ դուք Սերժի հետ կապ չունեք, բայց մենք ամեն ինչ շատ լավ գիտենք։ Դուք սպասեք ուղղակի ու Արտուր տեսեք, մի հատ սրանց վիճակը նայեք, մի հատ մեր այդ հանրային դաշտին նայեք։ Ինչ օրն ենք հասել մենք։ Այսինքն մենք այս ազգը չենք եղել Արտուր։ Այդ ազգի լավագույն սերունդին տարան մատաղ արեցին, մնացին այս կապիկները։ Դրա համար եմ ասում, սրանց պետք է մենք պատասխանատվության ենթարկենք, որ այս ժողովուրդը գնա ճիշտ ուղով, չշեղվի ճանապարհից։ Իսկ շեղողները սրանք են։ Այս երևույթները։ Իսկ Սեյան Օհանյանին ես ընդհանրապես ինչ ասեմ Արտուր։ Իր կինը փաստերով ապացուցում է, որ մենք ճիշտ ենք։ Հիմա հարց եմ տալիս Սեյան Օհանյան, պարոն գեներալ գնդապետ։ Քո կնոջը որտեղից $100,000 արժողությամբ պայուսակ։ Դուք պատկերացնում եք Արտուր, եթե սա մի պայուսակն է սա $100,000, բայց ինչեր ունի։ Այդ ներքնաշոյերին անդառնամ, դա գիտեմ որ խանութից ինչքանով է առնում Արտուր։ Ես ամեն ինչից տեղյակ եմ։ Շատ բաներ գիտեմ, Սեյրան։ Գնացեք հողը փորեք, մտեք հողի մեջ, որ ձեզ աշկից չընկնեք դուք, ձեր ընտանիքով հանդերձ։ Իդեպ ամիսներ առաջ Աննա Հակոբյանին վարչապետի տիկնոջը վերագրեցին, որ թանկարժեք պայուսակով է շրջում։ Վայնասուն գրի։ Սակայն այո, պարզվեց, որ դա հայկական բրենդ է եւ ընդամենը $70,000 դրամ արժեր։ Բայց տիկին դոկտոր Ռուզիկի պարագայում ես չեմ կարծում, որ գնա, ասենք, չգիտեմ, Դուբայից կեղծիքը վերցնի գա այնտեղ բան չինական խանութներից, էլի դոկտոր Ռուզիկը վերջո գեներալի կինը այդքան տարի որ կարողացել են թալանեն որ բաժանում ես ամիսների ստից գումար է անում էլի էդի Արտուր սա գիտականորեն դոկտոր Ռուզիկը հիմնավորում է այն փաստը որ ես ասում եմ որ սրանց տան մեջ էքնա որոշ է ասենք Քոչյանի ընկերը ինչ պետք է լինի Արտուր էլ մտ Քոչյանի վիճակը նայի հարսը փրշտակ մտնի սեղանի տակ սրանք ով են ընդհանրապես սրանց տունը էքնա որոշում Դրա համար ավելի ճիշտ կլինի, որ մենք մեր ապագա խոսակցությունը սրանց հետ վարենք էքերի հետ, որտեղ սրանց տան մեջի որոշողը էքն է։ Սրանց ես չեմ հասկանում, այլ ինչ ասենք։ Դուք պատկերացնում եք մարդ ինչ Ասիանի պետք է պատկաբլուշնի կլինի, որ կանգա վրա գոնե չկարանասի, արա, մին այդ նկարները մի գցի Facebook։ Ինչ ասես Արտուր։ Դե օրինակ այդ ռեստորանում հաց ուտելը բավականին դժվար է տեղայցելը, որովհետև նախորդ պետքա օր համապատասխան կարողանաս բրոնյա անես, որտեվ հեշտ Ես իրանց համար գաղութում եմ օր բրոնյա արել, թող իրանք սպասեն այդ օրվան, այդ օրը գալու է Արտուր։ Ու մի բան իմանան։
սեփական ոչինչ չունեի կարա։ Եկեք այդ երկի այս ինչ օրը գցիկ։ Այն թզուկին ենք այս երկու օրը ինֆորմացիա ենք ստացել, որ Թումանյան փողոցում գույքա ձեր բեն մոսի այն ինչ այն մովսես են։ Բավականին շքեղ, որ Մոնթեին բոյերը անում բոյի մեջ, էսի թողեց թռավ Վիլիսով Մոնթեին խփին։ Էդ էլ գիտենք, չէ, Արտուր ոնց է եղել։ Այդ թզուկին ենք այսքանով մենք այդ հասցենք ճշտենք գնանք իրանց տուն մենք հետո կզրուցենք, մենք հասկանանք այդ Եթիմին որտեղից այդքան գումար, որ Երևանի կենտրոնում անգամ ասում են լիֆտ կա այդտեղ։ Դե ասենք գիտենք, Սաշիկ Սարգսյանի տան դիմացն է գտնվում, բավական հեշտ է գոհ։ Եվ Արամ, օրինակ Արցախը փրկողներին մենք միշտ անդրադառնում ենք, տարբեր տես դրվագներ ունենք, այնտեղ Մետաքսե Հակոբյանը դե չի հանդարտվում, լացում է անընդհատ ինչ-որ տենց հա անընդհատ հուզվում է, փրկում է, արցախցիներին ասում է դուք ստարտի եղեք, հեսա որ հելնենք, գրավենք, իշխանությունը վերցնենք, եւ մի հոգի եկար Ռոման Երիցյանը, ով մենք տեսանք եւ տեսանյութերը մենք էջերում տեղադրել ենք, որտեղ ասում է «Սիրելի արցախցիներ, ես է ձեր նման անտեր, անտուն, այտենց փողոցները ոչ մի բան չունեմ Հայաստանի Հանրապետությունում, չեք գալիս Վրթանես Սրբազանին հանենք, փրկենք, չգիտեմ, Արցախը հետ բերենք, գնանք իշխանությունը գրավենք, եւ օրերս տեսանք տեսանյութ, որտեղ ոստիկանների հետ ունեցել էր խնդիր եւ այդտեղ այդ տեսանյութում մենք նաեւ մեր անոնսում կտեղադրենք այդ ավտոմեքենան էլեկտրական մեքենա էր եւ այսօրվա շուկայական արժեքը էլեկտրական մեքենաների, ասում նա ինքն էլ հենց խոստովանում է, որ այդ մեքենան իր մեքենան է, էլեկտրական մեքենանի 25-ից 40,000 դոլար է։ Հիմա որտեղից ասենք այդ տուն չունեցող Ռոման Երիցյանին, օրինակ, որ ինքը ասում է ես էլ ձեր նման, թե բա հասկանում եմ ձեր դրության մեջ մտնում եմ, դուք գործը թողեք, եկեք Վրթանես Սրբազանին հանենք եւ ինձ օրինակ այդ տեսանյութը Արցախցի էր ուղարկել եւ նաեւ ձայնագրություն էր ուղարկել, խնդրեմ խեղճ ու կրակ այ իսկականից Արցախցին այս ձայնագրությունը ուղարկողն է, ով բավական մեծ ընտանիք ունի եւ հազիվ են որ աշխատում է, որ ընտանիքը պահի, խնդրեմ հիմա սիրելի հետևորդներ, լսեք ձայնագրությունը ինչ է ասում։ Ես հայեսեն նորտես Արտուր։ Հավայի ինտրիգներ են անում դրանց ամեն ինչեր ունեն, 4 հատ տուն ունի Երևան, մենակ այդ չի։ Խնդրեմ։ Դե կարող է 4 հատ տունը չափազանցված է Արամ, բայց հաստատ որ տուն ունի Երևանում եւ այտենց անտուն չի մնացել Հայաստանում եւ այտենց 25-ից 40,000 դոլարանոց մեքենայի քշում է ու պայքարում է Արցախի համար, արցախցիներին լարում է, ասենք, չգիտեմ, ինչ բաժանում է, մասնատում է։ Արտուր, ես մի հաղորդման ընթացքում այդ երևույթին կհիշես մենք զգուշացել ենք, որ վերևի տեղը հանգիստ, հիմա սա երկրորդ դեղին քարտն է արդեն եւ սրա նմանները Արտուր հայտնվելու են քրեակատորական հիմնարկներում։ Մենք ինֆորմացիան ստացել ենք, թե ինչով են զբաղվում, թե այդ Մետաքս մուտուկը դիբիլիվրի կաթունել, ուրեմն լսեք արա։ Այ Ղարաբաղցու այդ ցավի վրա դիվիդենդ հավաքողներ, շահարկողներ։ Դուք ձեր Ղարաբաղը թողե շամպես փախել եք արա։ Ինչ եք ուզում այդ խեղճ ժողովրդից, խեղճ ու կրակ։ Ունդ որում ասեմ Արտուր այդ սեպտեմբերյան դեպքերի ժամանակ Արցախի պաշտպանության բանակը կատաղի մարտեր է մղել։ Բազմաթիվ զոհեր ենք ունեցել մենք։ Զինծառայողները մինչև վերջ կրվել են, մինչև այդ վիժվածք են, այն շակալը, այն շարամանց, դրանց հերը։ Գնաց պետությունը լուծարեց, ասում է, եկել է Հայաստան, ասում է, չեղել եմ հայտարարում։ Դրա համար եմ ասում, այդ կողնորոշվեք, դուք որսորդ եք, թե չեմ ուզում ասեմ ինչ արա։ Չեղել եմ հայտարարում։ Այ չեղյալ հայտարարված ոչ մի բան։ Սրաներ եմ զգուշացնում ու այն Վանեցյան Արտուրի խնամումն էլ, այն որ Բակոյից բանը ծաղին հանձնեց Կարմիր գորգը փռին հետ եկավ Հայաստան։ Ինձ ինչ որ բաժարն ու ավտո էր քշում անում նախարար էր այնի, հետո ներքին գործերի։ Քոչյանի ինգերոջ Սարգսյան Գրիշի որդին, Սեթրակի ինգերը։ Ուրեմն արա դուք չմո եք։ Եթե դուք չմո չլնեիք, ձեր գերեզմանները չեք թողի փախնեիք։ Արտուր Ուրեմն Հայաստանի Հանրապետությունը իր զինված ուժերը հանեց Արցախից նոյեմբերի 9-ից հետո երբ մենք պարտություն կրեցինք։ Փողը տալիս ենք, զենքը տալիս ենք, ամեն ինչ տալիս ենք, ուղղակի հայ զինվորը այնտեղ չկար։ Ինչքան տևեց սրանց Արցախում մնալը։ Շատ արագ դուս է։ Շատ արագ փախան, շամպես փախան։ Հիմա գիտականորեն ապացուցում ենք, որ հայ զինվորն այդ հողը պահ է։ Ու սրանք էլ տունը դիվարին պարկած բան են, մոխիտո են խմում։ Հերոսի կոչում են ստանում։
մեդալներ, բաներ, սենց քեֆ ուրախություն, Բակո Սահակիչը, կհիշեք Ռիժիլյովը։ Հիմա ես իրանց ինչ ասեմ, Արտուր, իրանք պատմության մեջ մնալու են որպես մարդիկ, որոնց որ ուղղակի եկան ճտցին վզներին, ասին դու հելակ դավայ ստեից, փախա կարա։ Գլուխները կախենան փախան շամպես։ Սա չի վերաբերում մեր այդ արցախցի տանջվա ժողովրդին, որոնք ասում են միջև վերջի րոպեն բոյ էին տալի։ Բայց ոչ սրանք, այս տուֆտեքը։ Հիմա եկել Հայաստանում, դուք Հայաստանում չեք կարող թփրտակ անգամ։ Դուք չեք իմանում ձեր գլխին ինչա գալու դեռ։ Հələ տակեք։ Արամ եւ ոչ միայն Հայաստանում, ես կարծում եմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իրանք չեն կարող նաեւ Հայաստանի սահմաններից դուրս թփրտալու Հայաստանի համար ինչ-որ բաներ որոշել։ Եվ մինչ գիտեմ դու կարևոր բացահայտում ունես այսօր անելը, մինչ այդ թեմային եւս անդրադառնալը, եւս մի քոքու մասին եմ ուզում խոսամ, ես կարծում եմ, որ Հայաստանի մասին պետքա մտածեն Հայաստանում բնակվող, Հայաստանը սիրող հարկ վճարողները, ոչ թե օրինակ տապճկեքով Հայաստանից փախած Միացյալ Նահանգներում այդպես հակահիգենիկ անլվա ինչ որ չգիտեմ ինչ դերասաներ չեմ կարող ասել, որովհետև դերը տեսել եմ այտենց Անժելա Սարգսյանի հետ ներողություն սիրելի հետևորդներ, էրոտիկ ինչ որ տեսարաններ էր, մենք հա մեր սիրելի հետևորդներն են խնդրել, որ այս մարդուն անձնավորության անդրադառնանք, որովհետև շատ ակտիվ է Զոհրաբ Բեկ Գասպարյանց իբրև դերասան է ինքը, այդտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգներում նստած, այդպես ծաղրում է Նիկոլ Փաշինյանի վարչապետի եւ ԱՄՆ նախագահի իդեպ հանդիպումը, տենց Հայաստանի Հանրապետությանն է վիրավորում իր համար սուպեր նախագահան իդեալական ղեկավարը դա Ռուսաստանի Դաշնության նախագահն է, որ կարողանում է տենց պատերազմի մեջ մտնել, կոտորել, չգիտեմ, գրավել, բան պատկերացնում ես այս անձնավորությունը եւ սրա նման մի քանի հոգի ովքեր Հայաստանում հերրախոսի գործ են արել, մաքսանենք ճանապարհով, հիմա փախել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում են գտնվում ու ընդեղից Հայաստանն են փորձում, Հայաստանի ներքին գործերին են փորձում խառնվել արամ։ Այս մարդիկ ինչպես ոնց կարան տեսեք։ Ես կարծում եմ պետք է դիմեն նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատանը եւ այս մարդկանց եւս ուղարկեն Հայաստան, ինչպես մի քանի տենց կեղծ դերասանների եւ թամադաների ուղարկեցին, ովքեր ստեղ վարկաբեկում էին Նիկոլ Փաշինյանի եւ իշխանության անունը, գնացին այնտեղ, դառան հայասեր, հետո տվեցին գլխներին, բամփեցին, հետ ուղարկեցին, հիմա եկե սթրվե եւ սիրում են Հայաստանը։ Այդ բամփել բառը շատ է իմ դուրը գալի Արտուր, օբյեկտիվ պատճառներով, տեսեք, սա այդ Զորաբիկը ես ուղղակի հետաքրքրվեցի, երբ այդ տեսանյութը ինձ ուղարկեցին, սա ինչ որ ալկաշա, որը որ մտելաշիշ է, այսպես ժողովրդի լեզվով ասած Միացյալ Նահանգներում, ինչ-որ դերասանա համարում, չգիտեմ, սրանք այն Միշիկի Արմենիա TV-ում կհիշեք են Ասարսուր սերիալները։ Այո։ Դա շարքային, ասենք, այդ սերիալի բնակիչ է եղել 5000 դրամանոց։ Ուրեմն այս երևույթի հետ կապված մենք երբ այդ տեսանյութը ինձ ուղարկեցին, ես իմ շատ թանկ ժամանակից ուղղակի տրամադրեցի մի քանի րոպե լսեցի այդ անձնավորությունը, փորձեցի հետաքրքրվեմ, թե սա ինչի ազդեցության տակ է, միգուցե հոգեմետ այդպես դեղեր է օգտագործել, բայց ինձ նշեցին մեր հայրենակիցները, որ սա ալկաշա, ալկագոլիկ մեր ժողովրդի լեզվով ասած այդպես շիշն է մտել Միացյալ Նահանգներում եւ տեսեք Արտուր, սա ինչի արդյունք է։ Տարիներ շարունակ Սերժիկ Սարգսյանի հարսիկ Միքայել Միասյանը, երբ զավթել էր մեր հերոստանգերությունները, Armenia TV-ում գիտեք, դիշովի սերիալներ էր նկարում, չէ՞։ Այն որ ժողովրդին դեբիլացնելու համար ու այդ process-ում ինչ եղավ, չէ՞, այնց սարապ թրևեկողների մի հատված, այդ 5,000 դրամով գրանցին ինչ-որ սկսեցին սերիալներում նկարահանվել, ինչ-որ կապիկություն անել, դարձան դերասաններ։ Այսինքն դերասանը դա Ֆրանսիկ Մկրտչյանն է, Ալ Պաչինոն է, Ռոբերտ Դե Նիրոն է, դու ինչ դերասան։ Դու ուղղակի շարքային ալկագոլիկ Արտուր։ Միշի շարը տվել են ու երևում է որ մարդը խմած է։ Աշկերին նայում ես օրորվելով բանով, բարձա չէ։ Արաղը միշի շարաղ են դրել դեմը։ Եի Պարքև Սրբազանի բանն է։ Օրթախն է այնտեղ այդ գործով։ Այն էլ է չէ ալկագոլիկ։ Սա Պարքև Սրբազանի օրի մարդ է Արտուր, ալկաշ։ Սան ինչին է անդառնանք այս ոչնչությանը, այս ոչ մի բանին։
Բայց մենք ուրիշ բան ենք անելու, Արտուր, մենք հավաքելու ենք սրանց այդ Միացյալ Նահանգներ ճողոպրած այս եթիմների հետ կապված այս տեսանյութերի ինֆորմացիան եւ փոխանցենք Միացյալ Նահանգների համապատասխան կառույցներին, դեսպանի միջոցով նաեւ եւ ի՞նչն է այստեղ շատ կարեւոր, որ սա շուտ Պուտինին է գովում, Պուտինի պես ղեկավար եմ ուզում, բա հելի գնա Ուկրաինա կռվի Պուտինի համար, այդպես ղեկավար ես ուզում, քիչ ես գնում բա։ Իրանց կանգա տրուսիկի ռեզնի մեջ են մտել Արտուր։ Նույն Քոչյանի Սերժի բանն է, չէ՞, քարոզչական տեխնոլոգիան է։ Իրանք իրաց կերանիքի չեմ ուզում ասեմ որդեն են մտել, խարխ երեխեքին ուղարկում են բանի, սենց ենք ուզում, նենց ենք ուզում։ Բա ուզում եք հենց գնացեք արա։ Շուտ Արցախից են խոսում, մի ժամ Արցախում չեն եղել։ Մի ժամ չեն եղել Արտուր։ Կռիվը սկսվավ, ես ուղղակի երկիչ դերասաններ կան, Արտուր չեմ ուզում անունները տամ, մարդ կա որ մահացել է արդեն, մարդ կա զուտ ուղղակի չեմ ուզում այդ էթիկայի նորմերը խախտեմ, թե ինչ կապիկություն էին անում այդ օրերին։ Մարդ կար մեքենաներ էր բերել որ բանակին նվեր տար, տեսավ պատերազմ պարտվել ենք չտվեց։ Տարավ ծախեց ավտոբազարում այդ նույն երկիչ կոչվածներից, Ամերիկա փախածներից։ Այս երկիչ, երկչուի սրանց սաղի հարցերը պետքա լուծվի Արտուր։ Դե այնտեղ կային փողեր են առնում, փողեր հավաքում, հետո ինչ-որ բիզնեսներ էին բացել։ Արտուր ստեղ էլ այդ որ գնում երգում են այդպես մեծ գումարներ են սրանց տալի, այդ պետքա հարկվի այդ բոլորը։ Միանշանակ։ Ինչ տա, գնում են մեկին ՀԴՄ չխփելու համար բան են անում, միլիոններով տուգանում են։ Ասում են բանը, հարկատուն այսօրվա հերոսն է։ Հերոսացնենք մենք սրանց ուրեմն։ Մենք պետք է նախագիծ ներկայացնենք, քննարկման փուլում է, որ այն երկիչ երկչույները օրինակ որ դնում են Եվրոպայում պետք է համերգ ունենան, պետք է այդպես գումար աշխատեն, որ վերադառնում են, պետք է հենց օդանավակայանում ասեն հարգելի սարիստեղ կվճարես ես, ինչքան ես աշխատել գումարը կվճարես։ Այդ ինչի այդ Խոպանում աշխատողը, այդ Սիբիրում աշխատողը կարա գա բանը ցրտից հետո բերի հարկը վճարի, բան, ասենք իրանք չեն կարա, բան, անունը դրել են թե որ հանգարց ու հանգարց ձենս փչացա, մի հատ սխեմա են գտել, մի հատ ինչ որ ընկերության անվան տակ որպես տենց աշխատող են գրանցվում, որ այսինքն ածը իրանք չպահեն, էլի հարկը վճարեն։ Այդպես թե գործ չունենք, մենք պարապ նստացեք Սրանց պետք է գնան այդ հարսանիքների ժամանակ վզներից բռնեն Արտուր։ Իսկ այդ բեկ Գասպարենցի նման հանձնավորություններին արամ, ես նաև առաջարկում եմ, որ դիմենք իրավապահ մարմիններին, այսպես լինի, կամ համ իրենց մուտքը կամ արգելվի Հայաստանի Հանրապետություն, կամ Ամերիկայի Միացյալ Նահանգները վերադարձնեն այս մարդկանց, գաստեղ իրանք բացատրեն, թե իրանք ուզածը ինչ է, եւ նաեւ եթե փակվում է իրանք մուտքը Հայաստանի Հանրապետություն, իրանք սոցիալական հարթակների այդ հասանելիությունն է Հայաստանում պետքա փակվի, որովհետեւ բանը կերեխմ է Հայաստանից թալանը 2 կոպեկ վերցրե գնացել այնտեղ հիմա բանը վարկերը վերցրե տուն են առել, այդպես բանը սկրոլը բարձացել է, վեր են ընկե ու այնտեղից Հայաստանի Հանրապետությունն են փրկում։ Դե տեսանք, իրանք համար է Պուտինն ու Ռուսաստանի դաշնությունն է բան այդպես ընտիր։ Արտուր, մենք տեսանք, չէ՞, սեպտեմբերի դեպքերը, երբ որ Արցախում ինչ էր կատարվում, ժողովուրդը էթնիկ զտմաններ ենթարկում, ստե Երևանի փողոցներում փրկում էին Արցախը։ Խորոված էին անում։ Բանում տեսանյութը կա, չէ՞, ազգային ժողովի դիմաց ասում է, վայ, բա մի կտոր հաշ չուտենք, խորոված չանենք, ընդ ու բեմի վրա լացում են, ասում Արցախը ընդ կոտորվում է, բան ասենց Գուտապի հենդոն։ Գուտապի հենդոն, Շուշանը, այս վերջերս ինչ որ ակտիվացել է։ Ես երկը բան ես այդ երկը գրելուց լացեցի։ Վայ։ Եվ արամ ես հիշում ես մեր նախորդ հաղորդումներից մեկում ասացի որ Արցախը նույն Ռոբերտ Քոչարյանի Գերդաստանի համար, նույն Սերժ Սարգսյանի այդ իշխանավորների համար եղել ընդամենը ռեստորանային համալիր։ Օրերս ազգային ժողովի նախկին падգամավոր ՀՀԿ-ական Արտակ Զաքարյան նկարակցել, ընտանիքի հետ նկարակցել։ Facebook-ում գրել է Էս ինչ օրը, էս ինչ տարում բանում Արցախում Ֆլորենս ռեստորանում նստած ենք, ինչքան լավ էր։ Այսինքն այս մարդկանց համար մենակ Արցախը գնան հաց ուտեն նայել, դե հենդոնել այդ երկերը գրել է Արցախին ցախ կոտորվում է, մետ այտենց պահել են, էլի անունը դրել են, մենք Արցախ ենք պահում։ Հուզիչ էր Արտուր։ Արամ եւ հաղորդման վերջում գիտեմ բացահայտումներ ունես անելու եւ ուզում եմ խոսենք ազգային ժողովի падգամավոր
Հայկ Սարգսյանի մասին, ով 2026 թվականի այս ընտրություններում արդեն չի լինի եւ երևի ԿՊ-ի ցուցակից էլ դուրս կգա, նա բավականին ակտիվացել է ինչ-որ բարեգործություններ է անում, նաեւ օրենսդրական փոփոխություններով է հանդես գալ, ինչի հենց վերջում արդեն 2025 թվականի վերջում եւ 2026 թվականի սկզբին ակտիվացավ այս падգամավորը եւ մինչեւ խոսքը սկսելը նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ճեպազրույցի ժամանակ, որ երկու եղբայրով ինչ որ օրենք է խախտել եւ պետք է պատժվեն։ Խնդրեմ ներկայացնեք։ Շնորհակալ եմ հարցի համար Արտուր։ Ուրեմն տեսեք Արտուրը, ինչ վերաբերում է ձեր նշած այդ падգամավոր Հայկ Սարգսյան կոչվածին, որը որ ավելի հանրությանը հայտնի է որպես շիշ բռնող, ինչի հետ մենք գործ ունենք, մենք ամիսներ առաջ նկատեցինք, որ սա համացանցում ինչ-որ տարօրինակ ակտիվություն է դրսևորում, ինչ-որ օրենսդրական նախաձեռնություններ է բերի ազգային ժողով, քունը չի տանում, բանակի մասին է մտածում, սենց անենք, նենց անենք, իրան խորհուրդ կտամ, քանի որ ինքը դեռ մինչև սեպտեմբեր ժամանակ ունի որպես падգամավոր աշխատելու, որովհետև ինքը ցուցակում չկա ԿՊ-ի, սա իր վերջի հնարավորությունն է որպես падգամավոր աշխատելու իր կյանքում, խորհուրդ կտանք, եթե այդպես շատ է մտածում զինված ուժերի մասին, թող մի երկու օրենսդրական նախաձեռնություն բերի եւ այն հոդվածով, որով որ ինքը ազատվել է բանակից, գնա բանակում ծառայի, իր պարտքը դա շատ է մտածում, թող գնա բանակում ծառայի, մենք էլ ասենք շոու չի, բայց ներկայացնեմ իրական պատճառներին, Արտուր, տեսեք, երբ արդեն իսկ պարզ դարձավ, որ սա որոշակի կոռուպցիոն բնույթի խոսակցություններ կան այս անձի շուրջ եւ նաեւ երկրի ղեկավար Նիկոլ Փաշինյանը եւս ակնարկեց, որ պետք լինի հանրության էլ կներկայացնենք, թե իրենք ճամփել իրան ընդհանրապես մեր ցուցակից, ասենք տղա ջան, դա քո գործերին նայի։ Ես նշեմ, որ այս անձնավորությունը հանգիստ չնստեց իր տեղը եւ ինչ-որ արդարության մարտիկ է ձևանում, ինչ-որ պայքարիա դուրս եկել, ինչ-որ չես հասկանում։ Ես մի բան ուղղակի կասեմ Հայկ Սարգսյանին, երիտասարդ 2018 թվականին դու նշանակվեցիր պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ։ Նոր այդպես կարիերա էր սկսել պետական համակարգում։ Այն Samsung Galaxy-ն, որ քո կաբինետում մարդ մտավ, հետո հայտնվեց, այդ կարող է պատմեմ։ Երևի ինքը հասկացավ, թե ես ինչ նկատի ունեմ Արտուր, եթե ես տեղյակ եմ անգամ 2018 թվականին, թե ինչ էր տեղի ունեցել, մնացածի մասին կարելի է այլևս չխոսել, բայց եւս մի շատ կարևոր տեղեկություն ներկայացնեմ այս մեր արդարության մարտիկի, նրա քունը չի տանում հայոց բանակի համար Արտուր, չնայած նա չի ծառայել բանակում, նրա քունը չի տանում, որ ամենուրեք անարդարություն է տիրում Հայկ Սարգսյան եւ Նարի Սարգսյան։ Այդ բրոնե ժիլետների մասին քիչ եք պատմում մեզ։ Այդ ինչ քրեական գործ է հարուցվել, խի է հարուցվել, այդ պատերազմի ժամանակ այդ խի այտենց էլ տեղ չհասավ այդ բրոնե ժիլետները։ Իսկ հնարավոր է, որ այդ բրոնե ժիլետների հետ կապված, ձրաբաշխոնների հետ կապված մենք զոհեր ունեցանք։ Շատ բան չէ կարա պարզվի Արտուր։ Սա ես չեմ մեղադրում, չեմ պնդում, ես ուղղակի ուզում եմ հորդորեմ այս անձնավորությանը, որ ինքը տենց արդարություն հարգող, սիրող, քունը չի տանում, թող պատմի, ներկայացնի, աղբոր մասին թող մի քիչ պատմի, այդ ինչ հարաբերությունների մեջ է Վազգեն Սարգսյանի եղբոր Փեսուեն, Սաշիկի տղուն գեոչ հետ են, որ շինարարություն բան են անում, կասկադը պետք է հեսա սարքի տենդերա շահի, որ արմատուրի գործարանա դրի Արարատի մարզում։ Բա դուք տենց արդարության մարտիկներ եք, բայց բրոնե ժիլետների մասին քիչ եք պատմում։ Այդ ինչ փողա դուրս գրվել Նարի Սարգսյանի անունով պատերազմի օրերին, որ պետքա ապահոver զինված ուժերին։ Այդ ինչ պատմություն է։ Մնացածի մասին էլ չեմ խոսում։ Ուրեմն օգտվելով արիթից զգուշացնում եմ ես երիտասարդին, տղա ջան, խելքդ գլուխդ հավաքի։ Հասկանում եմ, որ մի երկու հատ քյավարցու խելքի ես ընկե։ Ամեն ինչից տեղյակ ենք, ամեն ինչ գիտենք։ Ով որտե ինչ է շնչում, ինչ է արտաշնչում։ Ու սա այս տո մի հատ էս դու շուտ չեմ ուզում հանդիպեմ Նիկոլ Փաշինյանին, բայց դու Նիկոլ Փաշինյանի չէիր ուզում հանդիպեիր։ Այդ մի ամիս, այդ ինչ Facebook-ում բան եք սկսել,
սրտաճմլիկ, մարդ ճանաչեր կհուզվեր։ Մենք 7 տարեկանից պայքարել ենք։ Ես ու եղբայրս Նիկոլ Փաշյանի հետ եսին որ հրապարակում։ Լավ, ամեն ինչը չափ ունի, սահման ունի։ Ես կարծում եմ, որ այս երիտասարդը կհասկանա եւ Արտուր կվերանայի իր քաղաքական այդպես հայացքները եւ եւս մի կարեւոր հանգամանք նշեմ Արտուր եւ սահմանափակվենք, որովհետեւ նա այն քաղաքական գործիչ չի, որ մենք մեր ժամանակից այսպես երկար ժամանակ տրամադրենք նրա անձի հետ կապված, կհիշեք այն հայտնի դեպքը, երբ այն գերին վերադառնում էր նրա կնոջը ինքը գնաց դիմավորեց Արտուր։ Այո, մենք ողջունեցինք, դա շատ լավ է։ Եթե մարդ ցանկացած հայ մեկը մեկին որ կարողանա ինչ-որ բանով օգնի, մենք միայն ողջունում ենք, բայց դուք հաշվի չարեք մի շատ կարևոր հանգամանք Արտուր, իսկ ես որպես մասնագետ, որպես մարդ, որը որ քաղաքական այսպես որոշակի փորձ ունի, նաև քաղաքագիտական տեսանկյունից լուրջ կրթություն եմ ստացել, Արտուր, կհիշեք, որ նա հարցազրույց էր տալիս ինչ-որ Քոչարյանի ճտերին եւ այնտեղ ներկայացնում էր, թե ինչպես այդ տեղի ունեցել, որ ինքը զանգահարել այդ կնոջը, որ գնան մեքենա չեղի, որ դիմավորեն, ու ինքը ինչ ասեց Արտուր։ Ասեց մենք մտածում էինք, որ տոմսը գնենք, տոմսի գումար չունի, հետո իմացանք, որ այդ տոմսը արդեն գնել են ընդեղի այդ Լիբանանի, թե որտեղի դաշնակներից։ Այսինքն սա այդ Օվերտոնի պատուհանի սկզբունքով արդեն Սերժիկ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտությունն է սկսել, պասա տալի Քոչարյանից, այսինքն դաշնակ, իսկ միգուցե հնչակներն էին այդ տոմսը առել, կամ ռամկավարները, կամ կոմունիստները, այդ ո՞նց եղավ, որ դաշնակներն են այդ տոմսը առել։ Պատկերացնում եք Արտուր, սա ինչի հետ մենք գործ ունենք։ Սա նորից եմ նշում, այդ քաղաքական տեխնոլոգիաները, այդ մանիպուլյացիաները, այդ ամեն ինչը մենք Հայկ Սարգսյան անցել ենք։ Քո բռնած մկների չափ կատու ենք ճանապարհում ամեն օր։ Ես գիտես ինչ հիշեցի, Արամ, երբ ընտրվեց ազգային ժողովի падգամավոր եւ այդ բաճկոնից էր հակե, որից որ վարչապետներ հակնում, եւ որին գրած էր ազգային ժողովի падգամավոր։ Հա։ Հատուկ գրել էր տվերը, որ երևա դոշին ազգային ժողովի падգամավորն է քայլում։ Հասարակ մահկանացու չի, էլի, դե падգամավոր է։ Դե ցավոք սրտի Արտուր, իր այդ падգամավորի գործունեությունը շուտով կավարտվի։ Եվ Արամ, երեք մենք իմացանք առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ 10,000 դրամով, 10,400 դրամով կավելանա մինիմալ թոշակը եւ մի փոքր քիչ բարձր թոշակ ստացողներին եւ շատ արագ արձագանքեց ընդդիմությունը մանավանդ Հայաքվ ինչ որ այսօր կարդում էի Հայաքվ թե ինչ sense բոլորը վերագրում են այդ փաստը իրանց վրա, որ Նիկոլ Փաշինյանը վախեցավ, իրանք հատուկ իրանք են վախացրել Նիկոլ Փաշինյանին իրանց վախերով եւ պատկերացնես նույնիսկ TV5-ը Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված շատ արագ նաեւ տեսանյութ եւ հարցում պատրաստեց ելի հետեւորդներ, ուզում եմ ասեմ, այսպես է հեռուստատեսությունում հարցումը եւ տեսանյութը նկարահանելը եւ պատրաստելը մոտ պետք է 4 ժամից ավել, որ լրագրողը գնա, գտնի համապատասխան մարդկանց, նկարի, գրի սցենար, պատկերացնեք շատ արագ եւ գտան մի քանի հոգու, որ դե ասեցին, դե բնականաբար ուզում է Նիկոլ Փաշինյանը դրանով նախընտրական բանա ցույց տալիս 10,400 հարց չի կարողացի, բայց ես կարծում եմ, որ բնականաբար ցանկացած գումար է այսօր դրությամբ մեր թոշակը 100 դրամներ գումար է։ Իսկ այդ TV5-ը ինչի չի ասում, որ եթե ժամանակին իրենց ելի Ռոբերտ Քոչարյանը որ չթալաներ, այսօր թոշակառուն $1000 կստանար։ Ինչպես իր դաշինքից դες ներկայացնում են, ասում են 10 անգամ ավելի շատ պիտի ստանա։ Հիմա են ասում, բա ում շնորհիվ պիտի ստանա։ Արտուր, բա որ թոշակառուն Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին նորմալ թոշակ ստանար, Սիուշան օրը 3 կիլո անգուսի միս չէր խեղդի Լևոն Քոչարյանի հետ։ Բա այդ ո՞նց է լինում Արտուր։ Նորից վերադառնում ենք այդ այնի հասած դու հիմա որսորդես, թե հիմա Ռոբերտ Քոչարյան կողնորոշի դու որսորդես, թե չեմ ուզում ասեմ ինչ։ Ինչ ասեմ, հա, թող իրանք իրանց հույս տան Արտուր, թող իրանք իրանց հույս տան, հա, մենք բոլորս իրանցից վախենում ենք, բա որ այտենց ձենից վախենում է Նիկոլ Փաշինյանը, այնց վախցրեք, թող 100,000-ով բարձրացնի, $5,000 սարքի թոշակը, լավ արա ամոթ է, այլ ուրիշ բան ու գործ չունեք։ Դե ուղղակի մոռացել եմ, որ այդ նույն թոշակառուի թոշակը 10,000 դրամը առաջ
բան կանդրակաշարք էր բաժանում Ռոբերտ Քոչարյանը։ Սիխի Սերժիկը չէր բաժանում։ Մոռացել եք Արտուր Սերժիկի ժամանակ ինչ ամոթալի պատկեր, չէ՞։ Այդ 10 ովչիկները գալիս էին այդ որ մարկանց նվաստացնեին տանեին, ինչի հասակ արա։ Դե ամենաէպիկ կերպարը այնտեղ Արտուր Բաղդասարյանն էր, LG-մ այդ հերախոս բան։ Մուրաբա։ Զակատների հավաքածու։ Դե գիտեք ոնց ա եղել Արտուր, այս երևույթը որ դարավ ազգային ժողովի նախագահ, հետո ծախվեց դե Քոչարյանի Սերժինը, հիշեք, սրանք գործարան տվեցին գինու այդ ու բանի պահածոների։ Այդ չէր կարծել ծախել վրեն էր մնացել։ Դե որ փչանալու է տանի թափի, ընդդիմային ժողովրդին էր որպես կաշառք բաժանում։ Սրանք գիտեն Արտուր։ Սրանք թող տենց մտածեն, իրանք շատ ճիշտ ճանապարհով են գնում, թող տենց էշեշ խոսան Արտուր։ Ժողովուրդը հունիսի 7-ին իր քվեով ամեն ինչը տեղը ցույց կտա։ Օրինակ ես իմացա եւ շատ ուրախացա, որ անկանխիկով գնումներ կատարելուց թոշակառուները եթե 5000 դրամ էին հետ ստանում, որպես cashback, հա, հիմա արդեն 10000 դրամ է դառել։ Սա եւս, ասենք, ճիշտ է, կարելի է դիտարկել որոշ մթերքներ թանկացել են, բան դա բնականաբար ժամանակավոր է, բայց նույն Ռոբերտ Քոչարյանի մեդիան, նույն Ռոբերտ Քոչարյանի սիրելի падգամավորներն այնտեղ Գառնիկ Դանելյանը, Արտուր Խաչատրյանը, Գեգամ Մանուկյանը, օրինակ միշտ մենակ վատից են խոսում։ Երբ գազի գինը մի քանի օր թանկացավ, բոլորը հայտնում են, որ դարձել է 270 դրամ, բայց ես չգտա որևիցե մի մեդիա, որը ասել որ հիմա հեղուկ գազը վաճառվում է 165 դրամով։ Սիրելի հայրենակիցներ, ինչքան լավ է, գնացեք բան արեք, լցրեք ձեր մեքենաները։ Արդեն էժան է։ Ոչ մեկ չի հայտնում այդ լուրը։ Մենակ վատը պետք է լինի, վատը պետք է գտնել։ Արտուր, տեսեք, սրանք այն աստիճանի անգրագետ են միջնադարում են մնացել, որ իրանք չեն հասկանում մի բան, որ հայ ժողովուրդը այսօր կրթություն է ստանում, հավատում է իր ապագային, հույս է կապում իր երեքքի հետ, չէ՞։ Մարդիկ բացում են համացանցը եւ կարդում են, չէ՞ որ այդ գները համաշխարհային շուկայից է կախված Արտուր, այսինքն այնպես չի որ պետությունը կարա ասի հեղուկ գազը 10 դրամ պետք է վաճառվի, համաշխարհային շուկայից կախված շուկան է թելադրում, պահանջարկ ու առաջարկա չէ՞ լինում Արտուր, դա հեսա այն բունդերկինը կհայտնվի, չէ՞, թոշակների թեմայով այն հրանտիկը Սա կհայտնվի կսկսի, չէ՞, այս ցուցանիշը հանել եմ, այնի հանել եմ, բան մեր ժամանակով Հեյդար Ալիևին զանգեցի, բան, ասենց Աշոտ Մանուկյանը մեյլ արեց, այսինքն Արտուր անցել է սրանց, այս քաղաքական մերերներին մի բան պետք է ասենք, ձեր դարը անցել է, տղաներ եւ աղջիկներ։ Դե արամ, տես օրինակ այդ նույն թանկացումներն է հատուկ կազմակերպեցին, որ ասեմ Նիկոլ Փաշինյանն է մեղավոր։ Հիշում եք տարիներ առաջ սիրելի հայրենակիցներ Զատիկի ժամանակ, Սուրբ Զատիկի ժամանակ ձվի կրիզիս էր։ Ով էր արել։ Ռոբերտ Քոչարյանի հրահանգով ֆուրերով տարել բարձել էին, գնել էին, ինչքան հնարավոր էր գնել էին։ Զատիկը վերջացավ, տարան ֆուրերը շուտ տվեցին։ Տեսանյութերը կար, որ տարան դատարկեցին էդի բանում, ձորը։ Որ թեբա սիրելի հայրենակիցներ, Նիկոլ Փաշինյանն է մեղավոր, որ ձուր չկա։ Արտուր ինչ ուզում է թող հաչան, ինչ ուզում է թող ասեն, հայ ժողովուրդը իր աչքերը բացում է եւ հայ ժողովուրդը իր գնահատականը տալու է, բայց մենք նորից եմ նշում, մեր նպատակը սրանց թարանը վերադարձնելն է, սրանց բոմբ սարքելն է։ Սրանք դառնան բոմբ Արտուր, որտեղ բոմբ էին եկել։ Սրանք Հայաստան մի հատ այն եղնիկներով սովիտեր է Սադախլուից արել, քրչը, Քոչարյան Ռոբերտը։ Մեկ էլ մատով տապը չկա։ Հա, կանգա ունքերը ոնց որ Բրեժնևը ելներ, մոռացել է։ Այսօր դարել են իրանք տենց բան մոդել։ Մենք իրենց կվերադարձնենք այդ հերավոր 90-ականներ։ Ոնց որ այդ եղնիկներով սպիտերը հակը եկել էր Սադախլուից արած, այդ տենց էլ հակցնելու ենք ու ասենք դավայ ստեից։ Նավարիտ հավաքի ու ռադ եղալ մեր օդը դու չպետք է շնչես։ Ես ներողություն եմ խնդրում մեր հայրենակիցներից, ուղղակի հիշելուց ծիծաղ է առաջանում, չես կարող առանց ծիծաղի ուղղակի բանալես։ Դե մարդիկ կային որ ասում են տիկին Բելան սուրբ կին է ասեք, այդ կինը հաուքանի Մոսկվայի լրբի տղեն, չէ՞։ Փոխանցումներ էր ստանում, սուրբ կին է։ Դե ինչ արամ, շնորհակալություն քեզ, շնորհակալություն ձեզ սիրելի հայրենակիցներ, որ այս 1 ժամից ավելին անցկացրեցիք մեզ հետ։ Եթերի վերջում պետք է եւս մեկ անգամ խնդրեմ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որպեսզի նոր տեսանյութի ծանուցումը հենց ստանաք առաջինը եւ առաջինը դիտեք, ինչպես նաեւ պետք է խնդրեմ լայքեք եւ կիսվեք մեր տեսանյութերը, որպեսզի թե Հայաստանում, թե Սփյուռքում գտնվող մեր հայրենակիցները տեսնեն մեր հաղորդումները, այսքան ենք նախատեսել ձեզ համար, ձեր սիրելի քաղաքագետ Արամ Ավետիսյանն էր, ես Արթուրն եմ, բարի եւ խաղաղ գիշեր ենք մաղթում մեր հայ ազգին եւ թող որ բոլոր լուրերը միայն բարի լինեն։